Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն եւ ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ։ Արդեն մի քանի անգամ այդ դրվագ եղել է, երբ որ քաղաքացիները մոտենում են, ասում են հիմնական տարիքով մարդիկ են տենց, 2-3 տեղ տենց եղել է, որ մոտենում են, ասում են մի հատ բարևենք մեր թագավորին, ինձ նկատի ունենալով, ես ասում եմ, ես վարչապետն եմ, թագավորը դու ես։ Այսինքն քաղաքացին է թագավոր, ես ընդամենը վարչապետն եմ, որը ձեր կողմից նշանակվել աշխատանքի։ Եվ այդ աշխատանքի այո, ամենադժվար եւ ամենամեծ արդյունքը ժողովուրդ ջան խաղաղությունն է, ամենադժվար եւ ամենամեծ արդյունքը խաղաղությունն է, եւ այս ընտրությունների ամենակարևոր հարցը հետեւյալն է, ժողովուրդը տեր կանգնում է խաղաղությունը, թե ժողովուրդը տեր չի կանգնում խաղաղությունը։ Ընդ որում սա գիտեք ինչի չխնամելու, նրա նկատմամբ հոգ չտանելու դեպքում նա չի ապրի, մանավանդ որ ըստ էության ոտի են կանգնած պատերազմի եռագլուխ կուսակցությունը ըստ էության որդեգրել է խաղաղությունը սպանելու օրակարգ, որովհետև նրանք ասում են սա լավ խաղաղություն չի, մենք գալու ենք ուժեղ խաղաղության փոխարինին։ Նրանք ասում են, թե վերաբանակցելու են։ Ժողովուրդ մի բան կա, որը շատերը չեն արձանագրել։ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունները հնարավոր դարձան նախ եւ առաջ հետեւյալ պատճառով, որ օգոստոսի 8-ին 2025 թվականի մարտին Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարեցին, որ համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ եւ բանակցությունները ավարտված են։ Այսինքն, այդ տեքստի շուրջ բանակցությունների ավարտն էր, որ հնարավոր դարձրեց խաղաղությունը։ Հիմա նրանք գալիս են, ասում են, այս խաղաղությունը վերաբանակցելու են։ Վերաբանակցելու խաղաղությունը, վերաբանակցելու քայլը միանշանակ եւ աներկբա բերելու է էսկալացիայի եւ պատերազմի, որովհետեւ երբ որ համաձայնություններից հրաժարվում ես, արդեն դաշտ է բացվում, արդեն պետք է կոնֆլիկտ լինի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար